բոլոր իրավիճակները մի նպատակ ունեն, տալ քեզ հնարավորություն քանդելու այն, ինչ դու չես և կառուցելու քեզ ներսից, իրական։ Մեր հոգին եկել է անվերջ աճող երջանկությունից, իսկ դա նշանակում է մենք կարող ենք իսկապես զգալ ներքուստ իրական երջանկությունն այն ժամանակ, եթե ստեղծենք կապ ինքներս մեզ հետ, մեր հոգու հետ և լսենք ինքներս մեզ, ի վերջո լսենք մեր մեջ, մեր ներսում նստող Աստծո հետ, այդ կապի գիտակցումը նախ և առաջ։ Այո, որոշեցի հետևյալ մտքերով կիսվել ձեզ հետ, և ուզում եմ խոսել շատ կարևոր թեմայի շրջանակներում, որը կոչվում է դեպի ներս գնալու ճանապարհ։ Հենց այնպես չեմ 2026 թվականի նոր ալիքը, որը ստեղծվեց, կոչել դեպի ներս, և հենց այնպես չէ, որ բացվեց նոր ալիք, որովհետև սա մեկ ուրիշ ֆորմատով է լինելու, սա ավելի հզոր է լինելու, և բոլոր նրանք, ովքեր անցել են նախորդը, ապա սա հաջորդ հզորագույն լևելն է նրանց համար լինելու, չի լինելու նախորդի նման, և ոչ ոքի սա լինելու է ինքնատիպ, և թույլ է տալու, որպեսզի բոլորս գնանք ինքներս մեր ներսը, դեպի ներս։ Եվ սկսելով լույսից, լույսի դեպի ներս գնալու և ինքներս մեզ հետ կապի ամրապնդման մասին, ուզում եմ ասել, որ յուրաքանչյուրս մեր մեջ կրում ենք արարչական այդ մասնիկը և յուրաքանչյուրիս ներսում կա հզոր լույսի, կարելի ասել, գեներատորը, որը բնականաբար մեզ կապում է իստոչնիկի, աղբյուրի հետ, դա պրոստը чудесная process, because that time you know who is you. That time you want to know everything that universe and who I am. Եվ ներքին լույսը դա մի հզոր տրանսֆորմացիա է, որը մեզ հնարավորություն է տալիս մեկ այլ տեսանկյունից ընկալել ինքներս մեզ, որովհետև մենք բազմաշերտ ենք և գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ այն, ինչ ասել են քեզ մանկությունից սկսած, դա դու չես, և այնինչ արել ես, երբ որ ենթարկվել ես այդ հասարակության, այսպես ասած, կանոններին, փորձել ես կերտվել, այսպես պատկերացրու քեզ որպես կավի մի կտոր, և յուրաքանչյուրիս ես ձեռքը կպնում, ամեն մեկը ըստ իր սպասելիքի, ըստ իր
համոզմունքների քեզ կերտում է ու ուզում է որ դու իր ուզածով լինես, քեզ կերտում է իր ու դու հավատում ես որ դու հենց դա ես, որովհետև դու տեսնում ես դա, բայց երբ որ սկսում ես խորանալ քո ներսում, դու հասկանում ես, որ դու երազ էիր տեսնում, որտև այսպեսի մի լավ արտահայտություն կա, երբ որ դու գնում ես դեպի, դու երազի մեջ ես, բայց երբ որ գնում ես դեպի քո ներս, դու արթնանում ես երազից, և հետևաբար, այստեղ ես չեմ եկել գովաբանելու համար, որ կամ ինչ-որ սենց են, որ հայտնի բանա բոլորն ասում են, գնացեք ինքնաճանաչման, գնացեք դեպի ձեր ներսը, ոչ, սա սրա մասին չի, ես վստահ եմ այն ինչ կասեմ, կլինեն շատերը, ովքեր ներքին մակարդակում իմպուլս կստանան, ոչ թե ուղղակի տեսնելով, և կբացվի նրանց հոգու կապը զգացողությունների առումով, և հասկանալով ու գիտակցելով այս հզոր պրոցեսը, գալիս ես մի գիտակցման, որ ոչ թե ուղղակի ասում են, որ մենք բոլորս մեկ ենք, ոչ, մենք իսկապես այդպես ենք, մենք իսկապես բոլորս մեկ ենք, իսկ մեզ շրջապատող աշխարհը, բնությունը, ծառերը, ծաղիկները, նրանք բոլորը հուշումներ են մեզ, հուշում, ազդանշան, և շատ կարևոր է այդ ամենը տեսնելու համար գնալ դեպի մեր ներսը, որովհետև մեր ներսում է գտնվում այն կողմնացույցը, որը որ մեզ տրվել է, որպեսզի մենք հիշենք ով ենք մենք իրականում, մեր հոգին է հենց այն կողմնացույցը, որը ամեն ինչ գիտի, երբ որ սկսում ես կապ ստեղծել նրա հետ, դու ոչ թե ներում ես անցյալդ, ոչ թե ներում ես դիմացինիդ, այդպիսի բան էլ գոյություն չունի քեզ համար, դու հասկանում ես, որ դու ես ընտրել գալ մեկ հզորագույն առաքելության համար, ինչ-որ նպատակի համար, չէ, ոչինչ հենց այնպես չէ, դու դա հասկանում ես և բայց բացի այդ մեծ նպատակն իրականացնելու համար, քեզ պետք է փոքր առաքելությունների միջով անցնել, որպեսզի ձևավորվի, որպեսզի կերտվես դու ըստ քո նախասահմանմանը համաձայն, և այստեղ շատ կարևոր է հասկանալ ու գիտակցել մի բան, որ երբ որ դու գնում ես ինքդ քո ճանապարհով, քո ներսից ստանալով պատասխաններ, դա այդքան էլ հեշտ պրոցես չի լինում, երբեմն այդ պրոցեսն ուղեկցվում է շատ անհարմարություններով, երբեմն շատ համոզմունքներ ջրի երես են բարձրանում և հաստատում, որ դա հենց այն ճանապարհը չէր, որը որ դու